Եվ հիմա վստահաբար շատերիս սրտի ռիթմեն արագացել են, որովհետև դեռ շարունակելու ենք խոսել ֆուտբոլից, այսօր ֆուտբոլի միջազգային օրն է, ֆուտբոլը տարերք է, ադրենալին է, եւ երբ մենք Երևանում, Հայաստանում դիտում ենք ֆուտբոլ, ապա նրա ձայնը այս տարերքը, այս տրամադրությունը կրկնապատկում է, որովհետև ֆանտաստիկ է մեկնաբանում յուրաքանչյուր ֆուտբոլային հանդիպում եւ ոչ այլ ոք, քան ինքն է մեր տաղավարում։ Այո, առաջին ալիքի սպորտային բաժնի պետ Էդուարդ Քալանթարյան, բարի լույս։ Բարի լույս, պարոն Քալանթարյան։ Լավ եք։ Շատ լավ, դուք ինչպես եք։ Մենք ֆուտբոլային ու այս թեմայով ուզում ենք շատ խոսել ու զրուցել, չնայած ժամանակը կարճ է, բայց պետք է զրուցենք։ Շնորհավորելով բոլորիս, բոլոր ֆուտբոլասերներին։ Ես մի, չգիտեմ, ճիշտ կստացվի հիմա դա ասելը թե ոչ, իրականում դեկտեմբերի 10-ը որպես ֆուտբոլի համաշխարհային օր ոչ պաշտոնապես է նշվում։ Անցած տարվանից ֆուտբոլի համաշխարհային օր պաշտոնական օր ունի մայիսի 25-ն է։ Մայիսի 25-ի շուտ բանի հետ պայմանավորված է դա։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան որոշեց մայիսի 25-ը սահմանել որպես ֆուտբոլի համաշխարհային օր, հաշվի առնելով, որ այդ օրը կայացավ առաջին մրցումը, մրցաշարը, որտեղ տարբեր երկրների հավաքականներ միմյանց հետ մրցեցին, դա 1924 թվականի օլիմպիական խաղերի շրջանակում էր եւ համարեցին, որ դա սկիզբն է, հա, ֆուտբոլ։ Թեև դեկտեմբերի 10-ը ուղղակի առաջարկվել էր, որովհետեւ Անգլիայի ասոցիացիան ֆուտբոլի ձևավորվեց 1863 թվականին եւ սահմանեց որոշակի կանոններ խաղի համար եւ ի սկզբանե դա առաջարկեցին որպես ֆուտբոլի համաշխարհային օր, բայց դա պաշտոնական չէր, թեև հիմա երկու օրն էլ նշում են, այսօր ֆուտբոլասերները առողջացին եւ երկու օրն էլ նշում են, եկա իրենք սիրում են ֆուտբոլը, մենք բոլորը սիրում ենք ֆուտբոլը։ Դե մայիսի 25-ին իզուր չեն ընտրել այդ օրը նաեւ, որովհետեւ ես եմ ծնվել այդ օրը։ Եւ դա որևէ կապ չունի փաստորեն նաեւ վերջի զանգի հետ, շատ լավ։ Այո, վերջի զանգի։ Անցնենք առաջ ու մի այսպիսի հետաքրքիր համեմատություններ անցկացնենք, ինչ էր ֆուտբոլը տարիներ առաջ, գոնե 50-60 տարի առաջ եւ ինչ այսօր, որովհետեւ լեգենդար ֆուտբոլիստերից մեկի հետ մի անգամ հնարավորություն ունեցա հարցազրույց վարելու եւ նա ասաց, որ այո, փոխվել է շատ կարևոր մի մտածողություն, ժամանակին ասեց ֆուտբոլը տոն էր, իսկ հիմա չասեմ ասեց։ Գուցե տոն է, բայց ոչ այնքան։ Ինչ է փոխվել ըստ ձեզ, պարոն Քալանթարյան, եւ արդյոք համամիտ եք, որ այո, շատ բան է փոխվել ֆուտբոլային մտածողության մեջ։ Չէ, ես համամիտ եմ, թեև ես սա համարում եմ սերունդների հակամարտություն, որովհետեւ յուրաքանչյուր սերունդ համարում է, որ իր ժամանակ ամենալավն է։ Հետո ամեն ինչ ավելի վատ է։ Ես վստահ եմ, որ հիմա երիտասարդների համար լավագույն շրջանն է ֆուտբոլի եւ նրանք հաջորդ սերունդներին ասել են ֆուտբոլը մեր ժամանակ էր, ձեր ժամանակ հիմա ոչինչ չկա։ Իսկ ես համամիտ եմ իհարկե այդ լեգենդար անձնավորության հետ, որովհետեւ ինձ համար ֆուտբոլում ռոմանտիզմն է կորել, իսկ դա ամենակարևորն է, որովհետեւ ժամանակին անհատները շատ բան էին որոշում, հիմա շատ քիչ են մնացել անհատներ, հիմա ավելի շատ համակարգն է աշխատում, այսինքն հաջողում են այն թիմերը, որոնք ավելի բալանսավորված են, որոնք ավելի հավասար կազմ ունեն եւ կարելի է շատ հանգիստ առանց սուպեր աստղերի հասնել մեծ հաջողությունների։ Իսկ մարդիկ, ովքեր իրենցով բերում էին երկրպագուներին մարզադաշտ, հիմա ավելի քիչ են։ Օրինակ, վերջին մոհիկաններից, այսպես վերցնենք, Ռոնալդինյոյի պես ֆուտբոլիստներ ավելի քիչ են, մարդ, որը միայնակ կարողանում էր ստադիոններ լցնել եւ շոուեր կազմակերպել։ Հիմա իհարկե կարելի է սիրել, կարելի է չսիրել, բայց չվայելել այդպիսի ֆուտբոլ ուղղակի հնարավոր չէ։ Բայց շոուների առումով հիմա ինձ թվում է մի քիչ ավելի շատ են դարձել շոու անող։ Դե շոու ես նկատում եմ դաշտում խաղով։ Այո։ Իսկ կա վտանգ, պարոն Քալանթարյան, որ ֆուտբոլը դե ամենամասսայական սպորտաձևն է հիմա ու կա արդյոք այդ վտանգը, որ տարիներ հետո այն կարող է կորցնել այն փայլը, որը որ կա։ Եթե այսպես գնում է, իմ մոտ այնպեսի տպավորություն է, որ եթե ես հին ժամանակվա ֆուտբոլը որ նայում ենք, այն ժամանակ ուրիշ էր ռիթմը, տեմպը, ամեն ինչ, այդ կիրքը, էմոցիաները, ու հիմա մի փոքր ոնց որ արհեստական ինչ-որ բան եմ ես նկատում այդ ամեն ինչի մեջ։ Կա արդյոք վտանգ, որ տարիներ հետո կարող է կորցնել այդ փայլը ֆուտբոլը։ Այդ գլխավոր վտանգը այդ արհեստական բանը ասելով, արհեստական բանականությունն է մի։ Այո, որը չեմ կասկածում, որ ներխուժելու է նաև ֆուտբոլ եւ շատ բաներ անելու է մարդկանց փոխարեն, օրինակ, ինչ որ մի պահի մենք կարող ենք տեսնել, որ մրցավարներ ֆուտբոլում չկան։ Արհեստական բանականությունը որոշում է, որ դրվագում ինչ էր եւ միգուցե ավելի ճշգրիտ որոշումներ կկայացնի, քան մարդկային գործոնը, հա, այստեղ։ Թեև այդ մարդկային գործոնի շնորհիվ է ֆուտբոլը հետաքրքիր։ Ժամանակին, երբ Միշել Պլատինին
պայքարում էր, կռվում էր ու ի վերջո հասավ իր նպատակին, ներմուծեց վառ համակարգ ֆուտբոլ։ Ես շատ դեմ էի, ասում էի, որ ներողություն հակառակը կողմ էի, ասում էի, որ դա կօգնի, դա սխալները կվերացնի։ Հիմա հասկանում եմ, որ այդ սխալների շնորհիվ էր երևի, որ կար հետաքրքրություն։ Իրքը այդ էմոցիաները կար։ Որ երկու տարբեր թիմերի երկրպագուներ ունեն վիճելու առիթ, ունեն բանավիճելու, իրար ինչ-որ բաներ հակադրելու առիթ, սրա մեջ է հետաքրքրությունը։ Եթե ամեն ինչ շատ ճշգրիտ լինի, այդքան վիճելու առիթներ չեն լինում եւ ֆուտբոլը ինչ-որ տեղ խամրում է եւ հետաքրքրությունը կորցնում է։ Մասսայական առումով չեմ կարծում, որ վտանգ սպառնում է, որովհետեւ ֆուտբոլը կա ու կմնա։ Հա, մի տեսակ են հավերժական թեմաներից եւ ուղղություններից մեկն է, որ պիտի բայց ինչպես կձևափոխվի այդ արհեստական բանականությունը, որքանով կազդի ֆուտբոլի զարգացման վրա, չեմ կարող ասել, միգուցե մենք դա արդեն չտեսնենք, միգուցե տեսնենք, բայց եթե պիտի ասենք խելացի ազդի։ Պարոն Կանատարյան, դուք նաեւ բացի ֆուտբոլային մեկնաբան լինելուց նաեւ խաղում եք ֆուտբոլ։ Այո։ Մի փոքր կմանրամասնեք ձեր ֆուտբոլային կարիերայի մասին, ինչ հաղթանակներ, որտեղ եք խաղում, ինչեր են եղել։ Ֆուտբոլ խաղում եմ ամբողջ գիտակից կյանքս ընթացքում։ Ես 5 տարեկանից հաճախել եմ թենիսի, ես մինչև հիմա ինձ համարում եմ թենիսիստ, ես եղել եմ պրոֆեսիոնալ թենիսիստ, բայց իմ մարզիչները ընդհանուր մինչև նրանք խոստովանում են, որ ես այդ ընթացքում ավելի լավ ֆուտբոլ էի խաղում, քան թենիս։ Ես շատ կուզեի իհարկե ֆուտբոլիստ դառնալ, բայց իմ կյանքը կարիերան գնաց թենիսի ուղղությամբ, ինչի համար իհարկե շատ ուրախ եմ, թեև մեծ թենիսիստ չդարձա, բայց ամեն դեպքում թենիսը իմ կյանքը շատ փոխել է ու դեպի լավ։ Իսկ ֆուտբոլ խաղում էի միշտ։ Դե երբ երիտասարդ ես ուժը տեղն է, խաղում ես մինչև մութն ընկնելը, չէ՞։ Նույնիսկ մոտ ժամանակ ես խաղում։ Հետո սկսում ես ինչ-որ այսպես բակերի առաջնություններ իրար դեմ մրցել, հետո գալիս է արդեն մի քիչ ավելի հասուն տարիքում ինչ-որ ընկերներով թիմ ես ձևավորում եւ պարբերաբար շաբաթական 1, 2, 3 անգամ խաղում ես, ի վերջո դա մեզ տարավ նրան, որ մենք ստեղծեցինք Հայաստանի լրագրողների հավաքական։ Եվ հիմա ես կարծում եմ բավականին պաշտոնական թիմ ունենք մենք, որը մասնակցում է տարբեր մրցաշարերին։ Եվ նաև հաջողություններ։ Այո, ունենք նաև հաջողություններ, միջազգային մրցաշարեր ենք շատ մասնակցում, հաղթում ենք, իսկ այս տարի նաև հաղթեցինք Եվրոպայի առաջնությունում, որն առաջին անգամ այդ ձևաչափով անցկացվեց, 14 երկրների հավաքականներ մասնակցեցին։ Լիտվայում լիտվացիները առաջինն են, հա, առաջամարտիկներն են, որ այս ձևաչափով մրցաշարեր սկսեցին անցկացնել, արդեն 20 տարի անցկացնում են եւ այս տարի առաջին անգամ անվանեցին Եվրոպայի առաջնություն, որովհետեւ աշխարհագրությունը մեծ էր։ Ու մենք հպարտորեն պետք է ասեմ, որ Եվրոպայի առաջին չեմպիոնն ենք։ Այո։ Ինչի համար մենք էլ ենք շատ ուրախ եւ մի կարևոր թեմայի շուրջ կարճ անդրադարձ, որպեսզի տեղավորվենք ժամանակահատվածում, որքանով է կարևորում այսօր Երևանյան, հայաստանյան բակային ֆուտբոլի կարևորությունը պրոֆեսիոնալ ֆուտբոլում, որովհետեւ ըստիս ամեն ինչ թերևս սկսվում է մանկության տարիներից, երբ մենք բակի հետ մրցում է ֆուտբոլային Շատ հետաքրքիր շրջան կազմեցինք, մենք սկսեցինք այդ թեմայից եւ կավարտենք այդ թեմայով։ Այո, այդ ռոմանտիզմը ֆուտբոլի պահպանելու համար պետք է բակից սկսել։ Բակային ֆուտբոլը ցավոք սրտի այսօր չեմ վախենա ասել վերացել է, որովհետեւ արդեն կան շատ հարմարավետ պայմաններ երեխաների համար, կարող են միանգամից 5-6 տարեկանից գնում են ակումբների շատ հարմարավետ դաշտերում սկսում են մարզվել, իսկ մենք եւ շատ ֆուտբոլիստներ այն ժամանակվա, որոնք դարձան հետագայում շատ ուժեղ ֆուտբոլիստներ, սկսել են բակերից, երբ խաղում ես ասֆալտի վրա, խաղում ես քարերով դրված դարպասներում կամ պատի վրա կավիճով գծած դարպասների վրա անհարթ դաշտի վրա ընկնելով, վնասվելով, իհարկե թող բոլորը հեռուն են վնասվածներից, բայց առանց դրա բնավորություն եւ տեխնիկա չի ձևավորվում։ Դա ամենալավն է հղկում, ամենալավն է ձևավորում։ Ես շատ կուզեի իհարկե, որ հիմա տեսնեի ինչպես են երեխաները բակում ֆուտբոլ խաղում, իսկ նրանք հիմնականում գերադասում են այդ ֆուտբոլը խաղալ հեռուստացույցի առջև նստած կամ հեռախոսի։
Մենք շնորհակալություն ձեզ հայտնենք, մենք տարերքի մեջ ենք իսկապես կարող ենք շատ երկար խոսել, բայց միշտ ձեզ տեսնենք Եթերից հետո կարող ենք շարունակել։ Տեսնենք ձեզ սիրելի գործում, ձեր ձայնը լսենք, որովհետև դա նույնպես իսկապես մեզ պահում է հեռուստաէկրանների առջև ամենահետաքրքիր ու հիշարժան ֆուտբոլային հանդիպումները դիտելու համար։ Հիմա ընդմիջվում ենք երաժշտական տրամադրության, վերադառնանք եւ շարունակենք համեցեք։